Պետությունը հայտնվում է արտաքին ազդեցության ներքո, երբ կորցնում է ուժային բալանսը։ Տարածաշրջանում ուժային հավասարակշռության կորուստը պատճառ է հանդիսանում ա. տվյալ պետության ինքնիշխանության մասնակի սահմանափակմանը կամ ընդհանուր սահմանափակմանը, որը եթե վերահսկողության չի ենթարկվեց, բերում է ընդհանուր կոլապսի, ինչպես տեղի ունեցավ օրինակ Ուկրաինայում, Սիրիայում եւ նմանատիպ այլ կոնֆլիկտային երկրներում, սա առաջինը, երկրորդ էլիտաների շրջանում տվյալ պետության արժեքային, գաղափարական եւ ինստիտուցիոնալ այս երեք գործոնները միախառնված են իրար հետ չկողմնորոշվածություն։ Հիմա հետ պատերազմին Հայաստանին վերադառնալու 2020 թվականից հետո Հայաստանը հայտնվեց հենց այս կռախի մեջ, երբ էլիտաները չունեն հստակ արժեքային կողմնորոշում, գոյություն ունի ազգային դիմագծի աղավաղում, որով քեզ աշխարհը կկարողանա ճանաչել եւ ըստ այդմ բանակցային օրակարգը մշակել։ Եվ երրորդը դու ընդհանրապես դեպի ուր ես գնում, ես դեռ չեմ խոսում արտաքին քաղաքական օրիենտացիաների մասին, որտեղ ժամանակակից միջազգային հարաբերություններում դաշնակցային հարաբերությունների ֆորմատը անընդհատ փոխվում է, հա։ Եթե նախկինում հնարավոր էր հնգամյա կտրվածքով դիցուք սահմանել, որ մեր մոտակա ռազմավարական դաշնակիցը ով պետք է լինի, հիմա համենայն դեպս 22 թվականի փետրվարի 24-ից հետո միջազգային հարաբերություններում տրամաբանություն փոխվեց։ Այդ իսկ պատճառով պետությունները գնում են ավելի շատ գործակցային դաշնակցային հարաբերությունների, քան երկարատև շահերի սպասարկման։ Հիմա Հայաստանը կորցրեց դաշնակցային քարտեզը առհասարակ, երբեմնի գոյություն ունեցող ազգային ինքնության բաղադրիչներից կարևորագույնը Արցախի վերաբերյալ նարատիվից սկսած մինչև պրոցեդուրալ մակարդակ, գործընթացային մակարդակ գոյություն չունի Արցախը արտաքին քաղաքականության մեջ, որը նաև քո դիվանագիտության հաղթաթղթերից մեկն էր բանակցությունների, որովհետև Հայաստանը որպես այդպեսին հետաքրքիր էր աշխարհին Արցախյան հակամարտության արկայությամբ։ Հիմա Արցախյան հակամարտություն չկա, դու դարձրել ես քո պետության ինքնիշխան տարածքի մի կարևոր հատվածը Սյունիքը սակարկությունների առարկա, այսինքն դու կոնֆլիկտը տեղափոխել ես բուն ինքնության պետության ինքնիշխանության տիրույթ կամ տարածք։ Հայաստանը 2020 թվականից հետո թե զինված ուժերի մակարդակով, թե դիվանագիտության մակարդակով, թե աշխարհին հուսալի, կանխատեսելի եւ վստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերելու փոխարեն այդ ամբողջը փոխարինեց անվստահելի, անկանխատեսելի գործընկերոջ դիրքով, բնական է, որ մենք պիտի հայտնվենք այս վիճակում եւ գլխավոր հարցը այստեղ է առաջանում. ովքեր կարող են միջամտություն ունենալ տվյալ պետության ինքնիշխան որոշումների կայացման վրա։ Պետության ինքնիշխան որոշումները ընդունում են էլիտաները։ Էլիտաների արժեքային խեղվածության կամ չկողմնորոշվածության դեպքում դու դառնում ես շատ ավելի խոցելի արտաքին անվտանգային հետախուզական ծառայությունների գործունեության համար։ Հայաստանը 20 թվականից հետո դարձել է հիմնականում միջնորդավորված թուրք-ադրբեջանական լոբիստական շահերը սպասարկող պետությունների կամ միջազգային կազմակերպությունների ազդեցության գոտի, ինչի վառ վկայությունն է ոչ միայն տնտեսական որոշակի տրանսֆորմացիաների կամ սոցիալ-տնտեսական գործընթացների, որոնք Հայաստանյան օրակարգում են, այլ նաև քաղաքական գլխավոր նարատիվի ճշգրտման առումով, որովհետև երբ ասում ենք Հայաստանը դարձել է այլ պետությունների սպասարկման վայր, մենք գործում ենք պաշտոնական Անկարայի եւ Բաքվի հակահայկական նարատիվի վճռորոշ լինելու հետ։ Հայաստանը չի ունեցել վերջին 5 տարվա ընթացքում հետպատերազմային շրջանում, չունի եւ այս իշխանության գործունեության պայմաններում չի ունենալու երբևէ սեփական օրակարգը որոշելու ինքնուրույնություն, անկախություն։ Ներհայաստանյան քաղաքական օրակարգը թելադրված է Բաքվից եւ Անկարայից, այդ տանդեմից եկող հստակ նարատիվներով։